Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո։ Չասված խոսքեր, տարիների վիրավորանք, հիշողություններ, անպատասխան մնացած հարցեր։ Այս ամենը մարդու կյանքի անցյալն է, անցած գնացածը, որը սակայն հաճախ մարդիկ չեն ցանկանում բաց թողնել, շարունակում են ապրել անցյալով, շարունակում են հիշել, փորփրել ու չեն նկատում իրական ներկան, մոռանում են ապրել այսօրով։ Ու փոխարենը անցյալում են մնում մարդիկ, որոնց ներկայությունը կյանքում այնքան անհրաժեշտ էր։ Նրանք չեն մոռացվում ու նրանց նկատմամբ տածած զգացումները տակնու վրա են անում հոգին ու թույլ չեն տալիս ապրել խաղաղ ու ներդաշնակ շրջապատող աշխարհի հետ։ Այո, տարբեր պատճառներով անցյալից երբեմն ամուր կառչում ենք, չխնայելով ոչ մեզ, ոչ մեր հարազատներին։ Իսկ կյանքն անցնում է կողքով, տանելով իր հետ այն ամենն, ինչ կարող էր երջանկացնել, ինչը կարող էր ամոքել ու թեթևացնել մեր ուսերի ծանր բեռը։ Որոշ դեպքերում անցյալի սխալները կարելի է պարզապես ուղղել ու անցնել առաջ։ Որոշ դեպքերում վերամիավորումը անցյալում մնացած մարդկանց հետ կարող է մեկ ակնթարթում ամբողջովին փոխել կյանքը, լցնել այն գույներով։ Ու այդ հաճելի գործում մենք փորձում ենք օգնել ձեզ։ Այս պահին միայն դեպի առաջ նայելով սկսում ենք այսօրվա թողարկումը։ Աննա, ֆիլմեր դիտել սիրում ես։ Եթե այո, ինչ ժանրի ֆիլմեր ես նախընտրում։ Մեծ կինոման չեմ, ոչ էլ կինոգետ, սիրում եմ բայոփիկ ժանրը, կենսագրական ֆիլմեր, պատմական։ Երբևէ մտածել ես այն մասին, որ այն ինչ տեղի ունենում ֆիլմերում եւ մենք ընդունում ենք որպես հորինված սցենար, կարող է պատահել եւ մեր կյանքում։ Հնարավոր է, ու սովորաբար ընդունված է համարել, որ սցենարները կարող են գրված լինել իրական պատմությունների հիման վրա, բայց հակառակի մասին չէի մտածել։ Մարդիկ հաճախ են այս կամ այն երևույթի մասին ասում, դե նման բաներ միայն կինոյում է լինում։ Իրական կյանքում երբեք նման բան չի կարող պատահել։ Բայց արի ու տես, որ մեր հաղորդաշարի ընթացքում հնչող պատմությունների մասին եւս հաճախ ասում են անհավանական է, որ նման բան կարող էր պատահել, կարծես կինո լինի։ Ճիշտ ես, այդպես ասում են, մենք էլ հաճախ մեր խմբագրությունում քննարկում ենք պատմություններն ու ապշում, ինչպես կարող էր այս կամ այն երևույթը տեղի ունենալ իրական կյանքում, իրական մարդկանց հետ։ Ապշում ենք իհարկե, բայց հավատում ու ամեն անգամ ավելի ու ավելի համոզվում, որ կյանքն անկանխատեսելի է, որքան շատ ասենք, որ մեզ զարմացնել այլևս հնարավոր չէ, կյանքը այնքան ավելի նոր անակնկալներ կմատուցի։ Չգիտեմ այսօրվա տեսահայտում հնչող պատմությունը նման է ֆիլմի սցենարի թե ոչ, բայց կդիտենք այն մեծ ուշադրությամբ։ Ամեն անգամ գալիս էր գրկում, ասում էր ինչքան հուր կա իմ սրտում բոլորը քեզ, ինչքան կրակ ու վարխնդում բոլորը քեզ։ Պինդ կգրկեր։ Ես Լուսաբեր Խորենի Մնացականյանս փնտրում եմ եղբորս Մեսրոպ Խորենի Մնացականյանին, ծնված 1958 թվականի փետրվարի 3-ին։ Մեսրոպ Մնացականյանը որոնվում է Գերմանիայում։ 2000 թվականին տղան կնոջն ու հարազատներին հայտնել է, որ տեխնիկա արտադրող գերմանական հայտնի ընկերությունից աշխատանքի առաջարկ է ստացել ու ցանկանում է ընդունել այն։ Քանի որ Մեսրոպը ծառայել էր գերմանական բանակում ու լեզվին շատ լավ տիրապետում էր, հարազատներն առանց տարակուսելու օգնեցին, որ նա ավիատոմս գնի ու մեկնի Գերմանիա։ Բոլորը հավատում էին, որ նա մեծ ապագա ունի։ Հիշում եմ, թե ոնց էր անձրև սիրում ու ոնց էր անձրևի տակ սիրում պարել։ Անպայման ասում էր ամպեր իրար խփեցին, գորգորացին, մի լավ ուժը անձրև եկավ ու սկսում էր պարել այդ անձրևի տակ։
տան մեծ երեխան էի, ամեն տարի բոլորի ծնունդին պիտի գնայի, խմորեղեն պիտի թխեի, պիտի շնորհավորեինք, տոնեինք ծնունդը, բոլորը ամառվա ծնունդ էին, ես իմ արձակուրդներին կարողանում էի գնամ։ Մի անգամ ինքը ցավով ասեց, քուր ասեց, դու ինձ չես սիրում, ոչ մի անգամ իմ ծնունդին չես գալիս։ Ասաց, ես տարի խոստանում եմ, որ քո ծնունդին կգամ։ Եվ քննությունների արանքում թողեցի հետ եկա, որ իր ծնունդը նշենք ու իր հետ ուրախության չափը նկարագրել ոչ մի ձևով չեմ կարող։ Պարում էր առավոտից մինչև երեկո, այն զգացումով, որ իրան շատ ենք սիրում։ Ինքը բոլորից տարբերում էր իր պունկտուալությամբ, իր մաքրասիրությամբ։ 8 տարի էր մեր տարբերություն եւ համարյա ես կես մայրիկի չափ իրան որպես մայրիկ էի։ Դպրոց տանեի, հագցնեի, պարապեի հետը ամեն ինչ անեի։ Ու մինչև վերջն էլ այդպես է եղել։ Մինչև վերջն էլ։ Գերմանիա մեկնելուց օրեր անց Մեսրոպը հարազատներին զանգահարեց, ասաց, որ ինքը Բրաունշվայգ քաղաքում է, ոտքը կոտրել է, հիվանդանոցում է, աշխատանքի անցնել դեռևս չի կարող։ Մի անգամ ինչ որ ասել է, որ ընկել է ոտն է ջարդել, հիվանդանոցում է, հետո կզանգի։ Դրանց հետո զանգել է, ասել է գրականություն ուղարկիր, այդ գրականությունն է ուղարկել ինչ որ մարդկանց միջոցով, ոչ թե փոստով, ոչ թե ինչ որ ձևով, այլ ինչ որ մարդկանց է ասել, կինը տարել տվել է։ Այս դեպքերը պատահելուց հետո ինձ այլևս չի զանգահարել, որովհետև ես գտնվում եի Ամերիկայում, զանգահարել եմ մայրիկիս, եղբայրս է այնտեղ եղել, եղբայրս վերցրել է հեռախոսափողը, ասել է ամեն ինչ լավ է, ես նորմալ եմ, շուտով կհանդիպենք։ Միայն այդքանը։ Ու այլևս մենք կապ չենք ունեցել ոչ մի։ Մեսրոպը դեռ չէր հասցրել տուն վարձակալել, բնակության մշտական հասցե, հեռախոսահամար եւ աշխատանք չուներ։ Զանգահարում էր տարբեր տեղերից։ Հետո, երբ տղան սկսեց կապի դուրս չգալ, հարազատները նրա հետքը կորցրին։ Դիմել են ոստիկանություն, դեսպանատուն, հայ համայնքի ներկայացուցիչների, բայց մինչ օրս Մեսրոպից ոչ մի լուր չկա։ Երկար ժամանակ սպասեցի, որ ինչ որ տեղից ձայն կլսվի, մի բան կասի, մի բան։ Հետո մայրս անընդհատ խնդրում էր, որ փնտրեն գտնենք, փնտրում էի իմ ունեցած կապերով, ոչ մի տեղից ոչ մի ձայն չեկա, ոչ մեկը տեղյակ չէր իրեն։ Եվ մայրս ասաց, որ խնդրում եմ անպայման իրեն գտնեք։ Ու ես ուզում եմ կատարել մորս վերջին խնդրանքը, ոչ միայն մորս, այլև մեր բոլորիս ցանկությունն է իրեն գտնել։ Միշտ ամեն օր, տենց օր չկա, որ մեր տան մեջ չխոսվի, չհիշվի։ Ինքը միշտ ներկա է մեր տանը։ Ֆիզիկապես չկա, բայց միշտ մենք իրան հիշում ենք։ Եվ բոլոր ռեսուրսները վերջացան իրան գտնելու, որոշեցի դիմել սպասին ինձին։ Գոնե իմանամ ողջ է, կա թե չկա։ Կասեի, որ շատ ենք կարոտել, բոլորը սպասում ենք։ Մի լուր տուր, մենակ իմանանք լավ ես, ոչինչ որ չես գա, չես ուզի, մենակ ասա, որ կաս, լավ ես։ Իսկ մյուս դեպքերը թողում եմ քո վրա, մենք բոլորս քեզ սպասում ենք, սիրում ենք։ Մեսրոպ ջան, մենք քեզ սիրում ենք, սպասում ենք, կարոտել ենք։ Ձայն տուր, ուր ես։ Մենք բազմիցս ենք ասել, որ սպասիր ինձի համար չկան աշխարհագրական սահմաններ։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ մեզ դիմում են աշխարհի տարբեր երկրներից եւ գտնում ենք որոնվողներին աշխարհի տարբեր երկրներում։ Մեզ համար կարևոր է պահպանել այս տենդենսը, չէ՞ որ անկախ բոլոր խոչընդոտներից մեր կարևորագույն նպատակը մեկն է՝ օգնել բաժանված մարդկանց վերամիավորվել։ Հիմա կհասկանաք, ինչու ենք կրկին անդրադառնում այս հարցին։ Նախորդ տարի մեր թողարկումներից մեկի ընթացքում ցուցադրեցինք մի տղայի լուսանկար։ Ահա այն։ Նկարում Միքայել Փափազյանն է։
Արդեն երկար տարիներ է բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հենց այնտեղից էլ մենք ստացել ենք նրա հայտը։ Եկեք դիտենք տեսանյութը նրա մասնակցությամբ։ Իմ անունն է Միքայել Փափազյան, 2012 թվականից ապրում եմ Լոս Անջելեսում, ծնվել եմ Երևանում 80 թվականին, դեկտեմբերի 14-ին, փնտրում եմ biological մորս։ Միքայելին որդեգրել են 1981 թվականի հունվարին Երևանում, երբ տղան դեռ 1 ամսական էր։ Ծննդատանը երեխային տրված թևնոցի վրա նշված է եղել նրա կենսաբանական մոր անուն ազգանունը՝ Մարիամ Հակոբյան։ Որդու ծնվելու պահին Մարիամը 17 տարեկան էր։ Ստացվում է, նա ծնվել է 1963 թվականին։ Այս տեղեկությունները 2020 թվականին Միքայելին փոխանցել է նրան որդեգրած կինը։ Մինչ այդ տղան ոչ մի կասկած չի ունեցել, որ իր ծնողների հարազատ որդին չէ։ Միքայելի որդեգրված լինելու մասին մայրը տեսակապով է պատմել։ Խոստովանել է, որ դեմ առ դեմ այդ մասին խոսելու քաջություն երբեք չէր ունենա։ 2020 թվականին ես մեծ դեպրեսիայի մեջ էի, իմանալով այդ իրականությունը, եւ ամեն ինչ տեղ թողեցի եւ տեղափոխվեցի Երևան։ Երևի այցելել եմ 33 տուն, տարբեր շրջաններում Հայաստանի, մինչև նոյեմբերյան եմ հասել, Գյումրի, ամենտեղ, ոչ մեկը ինքը դուրս չեկավ ցավոք, բայց հույսս չեմ կտրել։ 1963 թվականին ծնված Մարիամ Հակոբյան։ Կենսաբանական մոր մասին Միքայել Փափազյանը հավաստի այլ տեղեկություն չունի։ Շրջանառվում է նաև վարկած, որ Մարիամը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է եղել։ Բոլորի համար շատ կարևոր կլիներ, նորմալ մարդու համար, որ իմանա իր գեները, քույր եղբայր ունեմ, չունեմ, ծնողներիս մասին, այդ դեպքը ինչի է տենց եղել, այդպես եղել, ուզում եմ պարզապես իրան գտնեմ։ Ճիշտ ասած չգիտեմ ինչպես ձեզ դիմեմ, երբեք հույսս չեմ կտրել ձեզ հանդիպելու, գրկելու, տեսնելու, խոսելու, զրուցելու, կիսվելու ձեր հետ եւ երբեք չեմ կտրի հույսս եւ վերջը 44 տարի ետք մենք կհանդիպենք իրար։ Միքայելի համար այս որոնումները չափազանց կարևոր են։ Այդ պատճառով, չնայած մեծ հեռավորությանը, նա ժամանել է Երևան մասնակցելու մեր այսօրվա նկարահանումներին։ Միքայել, համեցեք։ Շնորհակալություն, որ եկել եք Հայաստան մասնակցելու նկարահանումներին։ Ինչպես անցավ թռիչքը, հասցրեցիք հանգստանալ։ Այո, հասցրեցի հանգստանալ, չնայած երկար ճանապարհ էր, բայց ամեն ինչ լավ էր։ Արդյոք Հայաստանում հաճախ եք լինում։ Այո, ամեն տարի եմ լինում ամռանները, որտեղ ստեղ մորաքույր ունեմ, ամենամար այցելում եմ համարյա։ Ինչով եք զբաղվում Միացյալ Նահանգներում։ Clinical laboratory-այի tech եմ, technician, examiner։ Բարձ է։ Այս անգամ ձեզ Հայաստան բերել է ոչ զբոսաշրջությունը, ոչ ընկերները, եկել եք ճշմարտության հետևից, կարող ենք այսպես ասել։ Կարելի է, մեծ հույսեր ունեմ, երբեք հույսս չեմ կտրել, մինչև հիմա սպասմունքների մեջ եմ, ոչ կհանդիպեմ, վերջապես։ Մի քանի տարի առաջ եք իմացել, որ որդեգրված եք։ Փոխվել են արդյոք ձեր հարաբերությունները ձեր ծնողների հետ։ Չեն փոխել, չէ, մի քանի տարի առաջ 2020-ին եմ իմացել, այսինքն ինձ պատմել են դրա մասին։ Ինձանից բացի բոլորը գիտեին, բայց ոչ մեկ չէր համարձակվում ինձ մոտենալ ասեր։ Մինչև 84 թիվ ապրել եմ Երևանում, հետո տեղափոխվել ենք արդեն Սիրիա, 99 թվին, երբ որ դպրոցը ավարտեցի, արդեն եկա Երևան, Գեղարվեստի ակադեմիան եմ սովորել։ 2012-ին արդեն
տեղափոխվեցի ԱՄՆ։ Ինչպես եք իմացել ձեր որդեգրման մասին։ Ճիշտ ասած 2020-ից բացի, որ իմացել եմ մայրս ասելա դրա մասին, դրանից առաջ հարևաններից մեկից ինչ որ լսեցի, տենց հերվից, բայց չէի հավատում իհարկե։ Ինչպես են ձեր ծնողները վերաբերվում ձեր որոնումներին։ Շատ նորմալ, մաման ասելա, որ դա քո իրավունքն է, դու պետք է իմանայիր, բայց հայրս դեմ էր։ Դրա համար եմ ես ուշ իմացա 2020-ից հետո եմ իմացա։ Ասելա քո իրավունքն է, անուն ազգանունը ես ունեմ միայն եւ մոտավոր ծննդյան թիվը։ Ասում եք, որ հայրիկը չի ցանկացել, երևի այս տարիների ընթացքում նա էլ զսպել է ձեր մորը, որ չխոսի իրականության մասին ձեզ հետ, բայց ինչ որ մի պահի նա գտել է, որ չի կարող այլևս թաքցնել ձեզնից, ճիշտ եմ հասկանում։ Ինձ ասեց, որ խիղճս որ հանգիստ լինի, ոնց որ բեռ լիներ իմ վրա, այդ բեռը ինձանից հիմա արդեն դու իմացար իրականությունը, քո իրավունքն է, ոնց ուզում ես արա, կգտնես, իր հետ կյանքդ կշարունակես կամ իր հետ կշփվես, չշփվի, արդեն էդի քո անձնական, բայց ես չէի ասում քեզ, որտեվ հայրդ դեմ էր։ Ինչ է նշված ձեր փաստաթղթերում անուն, ազգանուն, հայրանուն, այսինքն ձեզ միանգամից տվել են որդեգրող ծնողների ազգանունը, ճիշտ եմ հասկանում։ Այո, 1980 թվականի դեկտեմբերի 14-ին եմ ծնվել։ Իսկ գրանցել են ինձ, ինչ են գրանցել հունվար 81, որտեվ ինձ վերցրել են հիվանդանոցից հենց ոչ մանկատնից։ Իմ մոր պատմելով, իմ biological մայրս պահել է ինձ մոտավորապես մի ամիս հիվանդանոցում իր հետ միասին, որպեսզի լավ ընտանիքի հանձնի։ Տենց եմ ես լսել։ Ձեզ նաև հայտնի է ձեր կենսաբանական մոր անունը, ինչպես եւ որտեղից գիտեք։ Որտեվ Թևնոցը, չգիտեմ, ճակատագրական թե բախտի բանով մնացել էր Թևիս, իր անուն ազգանունն էր գրած։ Իսկ տարիքը գուշակելով Մաման ասելա 17 տարեկան էր մոտավորապես, 63 թիվ։ Չեմ հասկանում, ինչ կարելի էր պատճառ լինել, որ հանձներ ինձ։ Գուցե չափազանց երիտասարդ լինելը։ Էդ էլ կա, բայց ես ինչքան որ լսել եմ, այսինքն մայրս է պատմել, որ իր եղբայրը շատ դեմ ա եղել ինձ տուն տանելուն հիվանդանոցից։ Իրանց կուզենայի լսեի ես ամեն ինչի պատմությունը։ Գիտեմ, որ նաև փորձել եք սեփական որոնում իրականացնել եւ սեփական ուժերով տեղեկություններ ճշգրտել, ինչ որ հետքի վրա դուրս գալ, ինչ արդյունք է տվել այդ որոնումը։ Արդյունքներ տար ես ստեղ չէի լինի։ Ինչ որ մի կնոջ եք գտել, որի հետ խոսել եք։ Այո, որտեվ համընկնում էր անուն ազգանունը, տարիքը եւ մեզ ասել էին, այսինքն մորս ասել էին, որ ինքը այդ ժամանակ երաշտանոցում է սովորել։ Չուզեց իմ հետ խոսել, այսինքն միջնորդերով ենք խոսել իր հետ։ Մենք փորձել ենք մեր կողմից նույնպես մեր խմբագրությունով եւս մեկ անգամ կապ հաստատել Մարիամ Հակոբյանի հետ, խոսել նրա հետ, որպեսզի ինքներս մեզ համար վստահ լինենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։ Մենք ունենք հեռախոսազանգի ձայնագրությունը, որն առաջարկում եմ միասին լսենք, որպեսզի ամեն ինչ պարզ լինի բոլորիս համար։ Խնդրեմ։ Շատ լավ։ Ալո, բարև ձեզ։ Բարև։ Ես Մարիամ Հակոբյանի հետ եմ խոսում։ Այո։ Սպասիր ինձ հաղորդաշարից Այո։ Մեր զանգը ձայնագրվում է, մի բան էի ուզում ճշտել։ Մեզ դիմել է Միքայել Փափազյանը, Այո։ ինքը փնտրում է իր կենսաբանական մայրիկին եւ իր հետաքննությունը ինչ որ ձևով բերել է ձեր մոտ, ձեր Սխալ է բերել Ազիզ ջան։ Ինքը ինձ հետ կապ չունի։ Ես հիմա ժամանակ չունեմ, աշխատանքի մեջ եմ։ Խնդրում եմ դադարեցնեք զանգը, լավ։ Լավ չեք հասկանում, աղջիկ ջան ասեմ, տիկին ջան ասեմ, այդ հարցը փակեք։ Ով ասպա, ես այդ հարցին վաղուց ծանոթ եմ։ Այդ հիմա էլ այդ միջոցով սպասիր ինձ հաղորդման միջոցով եք ուզում այդ հարցը լուծել։ Մի զանգեք այս համարով ընդհանրապես։ Թեկուզ ինձ խնդրում են, ես չեմ ուզում իրանց գտնեմ, ով էլ որ լինի։ Ասում եմ էլ աշխատանքի մեջ եմ, դուք քան անտակտ եք, չեմ հասկանում։ Ես աշխատանքի մեջ եմ, մի խանգարեք ինձ։ Ում հետ եմ խոսում։
Սպասիր ինձ հաղորդաշարից եմ։ Հիմար կնիկ է սերենում, կամ աղջիկ չգիտեմ, վետը խոսամ, ես թե չզան Ինչ կասեք, արդյոք սա մեզ համար, ձեզ համար նշանակում է, որ այլևս այս ուղղությամբ չենք փնտրում, չենք մտածում։ Ճիշտ ասած, ես իր ռեակցիայից եմ զարմանում, այսինքն ինչ կա դրա մեջ։ Այսինքն կարա հանգիստ խոսա, մեր հետ էլ էր սենց խոսում, ավելի վատ։ Որոնումները մեզ բերել են եւս մեկ կնոջ մոտ, որը կարող է ձեր մայրը լինել։ Եվ երբ մենք ցույց տվեցինք ձեր լուսանկարը թողարկումներից մեկում, մեզ զանգահարեց Մարիամ Հակոբյան անուն ազգանով մի կին, դիտենք տեսանյութը։ Սիրելի սպասիր ինձ հաղորդաշար։ Ես Մարիամ Հակոբյանն եմ։ Ծնված 1963 թվականին։ Ձեր հաղորդման ժամանակ տեսել եմ Միքայել Փափազյանի որոնման հայտը։ Ես կարծում եմ, որ նա իմ որդին է։ Իմ որդին, որին ես կորցրել եմ 44 տարի առաջ, 1980 թվականին։ Երեխայի ծնվելուց հետո ես տեսել եմ նրան։ Տեսել եմ նրա բռունց քարած ձեռքը, շարժվող մատները, լսել եմ նրա ձայնը։ Բայց ինձ ասացին, որ երեխաս մահացած է ծնվել։ Այդ ինչպես։ Սուտ է, չեմ հավատում։ Երբեք էլ չեմ հավատացել։ Ես երեխաներ այլևս չունեցա։ Ամեն պահ, ամեն ակնթարթ զգում եմ որդուս կարիքը։ Բոլորի մեջ նրան եմ փնտրում։ Փորձում եմ նմանություններ գտնել աչքերում, հայացքներում։ Ես համոզված եմ, որ Միքայելը հենց իմ որդին է։ Ահա, Միքայել, սա արձագանքի հիման վրա նկարահանված տեսանյութ է։ Մարիամն ինքն է կապվել մեզ հետ, գտնելով, որ ինչ-ինչ փաստեր, հանգամանքներ համընկնում են, նա ենթադրում է, որ դուք կարող եք լինել հենց այն երեխան, որին ինքը լույս աշխարհ է բերել։ Դուք ինչ եք կարծում։ Չգիտեմ, գուցե ինչ-որ բան կա, ես չգիտեմ։ Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն ձեր մայրիկը պետք է որ երաժշտական կրթություն ունենար, իսկ Մարիամը, որ քիչ առաջ դիտեցինք, կապ չունի երաժշտության հետ։ Հա, բայց դա հիմնովին բան չի երաշտանոցում, տենց ասել են։ Երբեմն նման դեպքերում տեղեկություններն էլ կողմնակի անձանց կողմից տրվում են հետքից շեղելու համար։ Ենթադրություններով հնարավոր չի ոչինչ պարզել եւ միայն մի ելք է մնում ԴՆԹ-ի նմուշ պետք է հանձնեք, որպեսզի վերջնական ստանան գլխավոր հարցի պատասխանը։ Եթե թեստի արդյունքները դրական լինեն, ուրախությամբ կփաստենք, որ որոնումները հաջողությամբ փսակվեցին, իսկ բացասական արդյունքի դեպքում կշարունակենք որոնումները։ Պատրաստ եք արդյոք դուք ցանկացած արդյունքի, եթե ցանկացել եք այս ամեն ինչի միջով անցնել։ Եվ պատրաստ եք արդյոք հանձնել ԴՆԹ փորձաքննություն։ Ամեն ինչի պատրաստ։ Տեսնենք ինչպես կստացվի, որպեսզի ամեն ինչ ճշգրիտ լինի, մենք ձեզ ճանապարհում ենք համապատասխան լաբորատորիա, որտեղ պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննությունը եւ աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությանը այս ընթացքը մեզ հետ կազմակերպելու եւ ապահովելու համար։ ԴՆԹ թեստի անցկացումը եւ պատասխանը միայն թույլ կտան մեզ հասկանալ արդյոք ձեր մեջ կա ազգակցական կապ։ Արդյոք Մարիամ Հակոբյանը Միքայելի կենսաբանական մայրն է։ Հենց սա է բոլորիս եւ հատկապես Միքայելին հուզող գլխավոր հարցը։ Այս որոշմանը գալը բարդ բան է, չէ՞, թեստ հանձնել, այսինքն գալ ինչ-որ վերջնակետի հանգուցալուծում, որ այդքան բաղձալի է, բայց նորից կարծես բեկում է բերում ճակատագրի մեջ։ Մի փոքր ուզում եմ խոսենք ձեր զգացողությունների մասին, ինչպես ձեզ տրվեց այդ որոշումը եւ ինչ զգացիք այն պահին, երբ արդեն լաբորատորիայում էիք, այսինքն այն կարևոր հանգրվանում, որտեղ տրվելու է ձեզ հուզող հարցի պատասխանը։ Ոնց որ այդտեղ վերջի պիկը լիներ լաբորատորիայում, ճակատագրական, այսքան սպասելուց հետո տեսնենք արդյունքները, մեծ հույսեր ունենք։ Մեր գործընկերները ուղեկցել են ձեզ լաբորատորիայում, որպեսզի հեռուստադիտողները նույնպես ինչ-որ չափով, ինչքան որ թույլատրվում է, տեսնեն ինչպես է ընթանում այդ գործընթացը։ Միասին դիտենք։
Փափազյան Միքայել Մկրտչի։ Մեծ հույսեր ունեմ, իհարկե, երբեք հույսս չեմ կտրել, դե հուզված, լարված, ինչպես որ բոլոր նորմալ մարդ այդպես կլիներ, կարծում եմ։ Սպասում ենք հանդիպման, պատասխանին, այդպես։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը մեզ այդ կարևոր գործում աջակցելու համար։ Մենք իրոք գնահատում ենք այս համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով գործընթացի բարդությունը։ Իսկ բարդություններ իսկապես ցակել են թե մեր հյուրերից մեկի օտար երկրում գտնվելու, թե մեր նկարահանումների ժամկետներին հարմարվելու պատճառով։ Եվ մինչ կիմանանք պատասխանը, ես այսպիսի մի հարց ունեմ, որը տեսանյութը դիտելու ընթացքում ծագեց ինձ մոտ, ինչ էլ որ ցույց տա թեստը, ում եք առաջինը հայտնելու այդ լուրը։ Առաջինը կհայտնեմ ինքս իմ մեջ նախ մի քիչ նոր արդեն մորս։ Ձեր մայրը գիտի, որ թեստ եք հանձնում, գիտի, որ հեռուստատեսությունում եք, այսինքն այս ամբողջ ընթացքը նրան հայտնի է։ Պատկերացնում եմ ինչ ապրումներ ունի։ Մենք ստացել ենք արդյունքները, որոնք մեզ դեռ հայտնի չեն։ Ինչպես եւ ձեզ, մենք հիմա միասին կիմանանք։ Մոլեկուլային գենետիկական մայրության հաստատման հետազոտությունը ցույց տվեց, որ Մարիամ Հակոբյանին եւ Միքայել Փափազյանին բնորոշ ԴՆԹ-ներում հետազոտված աուտոսոմ լոկուսներից 11-ում բացակայում են պարտադիր մայրական ալելները։ Ուստի Միքայել Փափազյանի նկատմամբ Մարիամ Հակոբյանի մայրությունը բացառվում է։ Ոչինչ։ Դժվար է նույնիսկ հարց ձևակերպել, թե ինչ եք զգում, երբ սպասումը այսպիսի կտրուկ բացասական պատասխանով է ավարտվում։ Ստեղ չի ինչ որ ինձ մի բան խանգարում կամ շարունակեմ փնտրելս։ Սա ինչ որ հնարավորություն է նորից շարունակելու որոնումները, այսինքն առաջ գնալու, դուք պատրաստվում եք շարունակել ձեր որոնումները։ Այո, իհարկե։ Սա փոխանցեմ ձեզ։ Այո, այս պաշտոնական փաստաթուղթ է, որը բացասական պատասխան է տալիս, բայց ինչպես ասում են, բացասական պատասխանը նույնպես պատասխան է։ Ավելի լավ է ունենալ ինչ-որ որոշակի պատասխան, քան լիակատար անորոշություն։ Կցանկանայի մայրս էլ ինձ մանգար, այսինքն որոներ, ես եմ այստեղ ոնց որ Նախաձեռնողը դուք եք։ Դա իմ համար մի քիչ զարմանալի է։ Մենք չգիտենք ինչպես է տեղի ունեցել ծննդաբերությունը, ինչ են ասել բժիշկները, ինչպես են ազդել ազգականները, արդյոք դա եղել է իր որոշումը, այսինքն բազմաթիվ հարցականներ են, որոնց պատասխանները մենք դեռ չգիտենք։ Եկեք այսպես տրամադրվենք, հա։ Այո, հույսը չկտրենք։ Օգտվելով առիթից դիմում ենք մեր հեռուստադիտողներին։ Եթե այս պատմությունները ձեզ որևէ բան հիշեցրին կամ կասկածներ ունեք, որ կարող եք ճանաչել Միքայելի մայրիկին, ապա խնդրում ենք առանց հապաղելու կապ հաստատեք մեր խմբագրության հետ։ Ցավոք միշտ չէ, որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Դե մենք ընդհանրապես միջնորդ ենք եւ օգնող ուժ իրար կորցրած մարդկանց հանդիպման համար, բայց հրաշագործ չենք եւ կյանքի ընթացքը փոխել չենք կարող։ Փոխարենը կարող ենք խոստանալ, որ նրանց ցանկության դեպքում կշարունակենք որոնումները եւ կլինենք նրանց կողքին այնքան ժամանակ, որքան նրանք կունենան մեր կարիքը։ Դե իսկ նորություններն անպայման կպատմենք նաեւ մեր հեռուստադիտողներին։ Այսօր համար այսքանն ենք նախատեսել։ Մինչ տեսություն։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։